Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է առաջադրվել հաջորդ տարվա ընտրություններում քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Մամուլում իշխանական շրջանակներին հղում անելով հրապարակումներ եղան, թե Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում։ Իշխանական խմբակցության падգամավորն Ազատությանը փոխանցեց մյուս շաբաթ ցանկությունն իրականություն կդարձնի։ Իշխող ուժը առաջիկա ընտրություններում իր ցուցակը որոշել է ձևավորել նորամուծությամբ։ Այստեղ ընդգրկվել ցանկացողները նախ պետք է ինքնառաջադրվեն։ Կուսակցականները զուտ դիմումով, իսկ անկուսակցականները քաղաքացիական պայմանագրի ղեկավար կազմից, վարչությունից որևէ մեկի երաշխավորությամբ։ Եթե այս փուլը հաղթահարեն ու գրանցվեն, պետք է պատրաստ լինեն կլորիկ գումար մուծել։ Կուսակցության թեկնածուները 500,000 դրամ, անկուսակցականները 3 անգամ ավելի 1.5 միլիոն։ Բայց սա նրանցից որևէ մեկի տեղը չի երաշխավորի ցուցակում։ Այն հաստատելուց առաջ կլինեն պրայմերիզներ։ Պատգամավորներից Իսահակ Գաբրիելյանը ներկայացրեց, թե տեխնիկապես դա ինչպես է կազմակերպվելու։ Կուսակցականները պետք է գան եւ քվեարկեն ամենաշատ ձայն հավաքածը կլինի առաջին համարում, ըստ հերթականության արդեն ձայների կլինեն 1-ից մինչև, չգիտեմ, 150։ Առաջինը, ով իր ինքնառաջադրման մասին հրապարակային հայտ արեց, կուսակցության ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Նրան հետևեց վարչության անդամ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ապա ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, բոլորը ֆեյսբուքյան գրառումներով։ Թե քանի հոգի չի բարձրաձայնել ինքնառաջադրման մասին ու քանիսն են ոչ կուսակցական, դեռ հայտնի չէ։ Այո, ես պատրաստվում եմ առաջադրվել։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ուզում է հաջորդ խորհրդարանում լինել։ Իսկ որտեղ եք մեկ ձեզ պատկերացնում։ Բարձր, հնարավորինս բարձր։ Այսինքն անցողի։ Դե եթե նպատակ ունեմ կրկին դառնալու падգամավոր, բնականաբար կուզենամ անցողիկ տեղում լինել։ Դա այսինքն շատ տրամաբանական է, այստեղ պետք չի սեթեվեթել ասել, որ չէ։ Ի տարբերություն Սարգիս Խանդանյանի, ԿՊԱ-ական падգամավոր Նարեկ Ղահրամանյանը դեռ մտածում է։ Միանշանակ է այն, որ ես ինձ տեսնում եմ իմ թիմի հետ։ Ինչ կարգավիճակում թիմի հետ, դա արդեն այլ հարց է։ Այսինքն այնպես չի, որ կասկածներ են կամ չէ, ուղղակի դու քո ֆունկցիոնալությունը պետք է գնահատես, քո հնարավորությունները եւ ըստ այդմ հասկանաս։ Ազգային ժողովի կրթության հանձնաժողովը ղեկավարող Իսահակ Գաբրիելյանը հակված է ինքնառաջադրվել։ Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում էր մտածելու ժամանակ չի ունեցել։ Կարծում եմ, որ դա առաջին հերթին երևի թե կուսակցականներին է վերաբերում, քանի որ ինքս կուսակցական չեմ, ուղղակի չեմ էլ մտածել։ Ինչու են այսքան շուտ սկսել։ Խանդանյանը իրենց բարձր պատասխանատվության ժողովրդին պատշաճ ներկայանալու ցանկությամբ էր բացատրում վաղ մեկնարկը։ Որպես հերթական ընտրությունների անցկացման օր պաշտոնյաները հունիսի 7-ն են նշում։ Օգոստոսի 8-ի այդ իրադարձության քարոզչական ռեսուրսը Նիկոլ Փաշինյանի մոտ բարձրացնում է արտահերթ ընտրության մոտիվացիան։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ընտրություններից 7 ամիս առաջ սկսած նախընտրական այս թոհուբոհին նայելով չի բացառում իշխանությունը չի հրաժարվել արտահերթի գնալու գաղափարից։ Զգալիորեն ստատուս քվո է փոխվել օրինակ Սամվել Կարապետյանի մուտքով եւ այստեղ ամենևին բացառված չէ նաեւ որ նույն Նիկոլ Փաշինյանը կարող է մտածել այս հարցում եւս հնարավորինս առաջ անցնելու մասին, քանի դեռ Կարապետյանը այսպես ամբողջապես չի կազմավորել իր ընտրական ուժը։ Իսկ եթե ամեն ինչ տանում է հերթական ընտրությունների, ըստ Բադալյանի, իշխանության դիրքերն այնպիսին են, որ քաղաքացիական պայմանագրի համար երբեք շուտ չէ ինտենսիվ քարոզչությամբ զբաղվելը։ Գիտենք անվտանգության արտաքին հարցերում այստեղ գործնականում ոչ մի ձեռքբերում չկա, բացի օգոստոսի 8-ի հիման վրա ընդհանրապես քարոզչական մակարդակում խաղաղության հարցը խաղարկելուց, իսկ ներքին առումով էլ մեծ հաշվով, եթե օրինակ դուրս ենք բերում ասֆալտապատման եւ դպրոցների շինարարության այդ հանգամանքը, այն էլ պետական պարտքի աստղաբաշխական աճի պայմաններում, ապա ներքին հարցերում եւս մենք տեսնում ենք, որ ոչ մի այլ ձեռքբերման մասին խոսք չի կարող գնալ։ Փաշինյանի թիմակիցները մինչդեռ կարծում են, որ հաջորդ ընտրություններում եւս մեծամասնություն են ստանալու։ Չնայած հերթական ընտրություններին մոտ 7 ամիս է մնացել, բայց արտահերթ ընտրություններ անցկացնելու իրավական խոչընդոտ այսօր չկա։ Իշխանությունը այս ընթացքում մեկ անգամ չի հավաստիացրել, որ չեն պատրաստվում արտահերթ զարգացումների։ Իսկ արտահերթ կարող է անցկացվել, եթե ազգային ժողովն արձակվի։ 2021-ին Փաշինյանի իշխանությունը գնաց այդ ճանապարհով։ Վարչապետը հրաժարական տվեց, ազգային ժողովը 2 անգամ վարչապետ չընտրեց, նշանակվեց արտահերթ ընտրություն։